պահել եւ արդյոք սա նախապատրաստական հանդիպում էր նախապատրաստելու, այսինքն վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, որովհետեւ այդ հանդիպման մասին չհերկված տեղեկություններ կան։ Ընդհանրապես վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է կամ հայտնում է դրանց մասին կառավարությունն եւ սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես որևէ բան չեմ կարող ասել, երբ որ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի։ Փոխարկոսնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էլ դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանում։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասին էր, այսինքն կոնկրետ օրակարգը որն է, կարող եք։ Արտգործնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս փուլում։ Այսինքն Էրդողան Փաշինյան հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա պայմանավորվածություն։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում։ Իսկ դուք հանդիպում ունենալու եք ձեր թուրք գործընկերով։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպան չկա։ Իսկ սահմաններում չկա երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդից չեն հրավիրում պայմանավորված է Իրանի հետ կապված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ չեն հրավիրվել են։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ընդհանրապես տարբեր ֆորմատներ ունի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունը այն է, թե արդյոք Հայաստանի կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, ունի տարբեր սցենարներ, այո, այո։ Իսկ ինչ ռիսկեր կան, պարոն Հովհաննիսյան։ Ընդհանուր կգնահատեք նաև Հարևանների մասին մի քիչ ավելի ռեալ, ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել ձեր կարծիքով։ Տեսեք, երբ որ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը եւ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես հիմա չեմ կարծում, որ պետք է խոսենք այս սցենարներից, որովհետեւ իմաստ չունի, հիմա սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարներ։ Ադրբեջանից ռիսկեր կան, պարոն Հովհաննիսյան։ Ընդհանրապես, կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Պարոն Ռուբինյան, վարչապետը։ Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթ։ Պարոն Ռուբինյան, երկու շաբաթ անոնի մեջ խոսեց կաթողիկոսի մասին, իրավիճակ է, որ Հայաստանը կոնյակի արտահանում հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված են հայկական բեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են իրեն հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են իսկ անվտանգության կազմը քննարկել է կամ եղել են այդ գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրների դիմաց բախվում բեռնատարները Իրանի սահմանին։ Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված, հիմա ինչ են խնդիրների առաջ ընտրված բեռնատարները հայ-իրանական սահմանը։ Գիտի շոկ, Իրան ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում էլ, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր է։ Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Ո՞ր խնդիր։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ բան։ Որտե՞ղ։ Հայ-իրանական սահմանը։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարներ չեն։ Դրա խզանջում է բարոյական։ Խնդրում եմ ինձ հետո հստակ վերլուծություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Արժանյան վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի
պետրոսյանի ընտրագեղարարության հիմնադիրը լինելով հետ կապված, որ երկրորդել է նրան հաշմատելով Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 99-95 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախարար։ Արդյոք ընտրագեղարարության, իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրագեղարար Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հետ համատել եք երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք տեսնեք, որ ես չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են նորած լինել, բայց թողեք պատասխանել։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞ն էր, հա, իմ հային։ Նախ մինչև իմ հորը ասել է պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինձ վերաբերում արտահայտել 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մասը եղել է ընտրագեղարար, դա Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք։ Խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Հա, այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրագեղարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե հզեր հարցը հետևյալն է, արդյոք անհետևականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք։ Նա հայազգային կոնգրեսից է ընտրվել։ Շատ լավ, Ձեր հայրը 2008-ին էլ է էլի այդ Ես եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Նիկոլ ընտրագեղարարի կողքն է կանգնել ավարտին հայերը։ Ես էլ եմ 2000 ես օրինակարգությունը կասկածի տակ է դրել նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խնդրում եմ ավարտեք ձեր մենակոստությունը, ես պատասխանեմ։ Ավարտեցիք 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Իսկ ազգակործան պատուհացներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղումանում, ինքն էր ասել, ազգակործան պատուհացներից պիտի ազատվել, թե չէ։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Ձեր մանկությունը պարոն Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների Լևոն Զուրաբյանի։ Լևոն Զուրաբյանի Չէ, բացարձակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չի ասել Լևոն Զուրաբյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն։ Բերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը չէիք դուք բռնկվել։ Շնաբերան։ Չեմ հասկանում։ Չէ, առհասարակ երևի։ Պարոն, Որովհետև հենց իրեք հարցազրույցից հետո եք ասել հալա Առնում եք երևի, հա։ Ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Արեն Սիմոնյանին, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը
կաշառակել են, որպեսզի այդ 19 միլիոնը չտան, թե անվերջ չեն կարող ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտվել եւ վիրավորել են Խոջան։ Հարց եմ տալիս, ասում եմ ինչպես են ապացուցելու իրենց ասածը։ Չգիտեմ, դատի տվել, թող դատը գնա, չի հարց։ Պարոն Ռուբինյան, Կաշտելիկոսի հետ կապված վարչապետը 2 շաբաթ անընդմեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգևորականները Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Եվ հանձնախմբի մասին էր խոսքում, ձևավորվել է արդյոք նման հանձնախումբ։ Վեհարանից հանել արտահայտություն կարող մոլորության մեջ մտցնում մարդկանց խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբան։ Իրենք Կներեք, որովհետև բացատրեմ։ Մտնում եք անձնական դաշտ եւ իշխանությունների կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, կպատասխանեմ Հանի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց խորհուրդ եմ տալիս ընդհատել Անին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին չեմ պատասխանում։ Քայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները չիմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան, նշանակում է սրբազան, շատ սուրբ չէ, բայց հա սրբակենցաղ։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում ես իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ դա։ Այդ ուխտը ո՞վ է տվել իշխանությունները։ Հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ, էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում։ Սուտ է, թող ասի սուտ է։ Որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն։ Բայց անձնական տվյալներ է քաղաքագրում, այսինքն մարդու մասին անձնական տվյալներ է քաղաքագրում, բարձ շանտաժ է կանում։ Չորենք շանտաժ։ Վեհարանը թող ազատի, հանձնախումբ ձևավորենք եւ այլն, ստացվում է շանտաժ է կանում։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է, ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան
Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ 7 տարի հետո Միանին ով եք պաշտոնի նշանակել։ Մի վարքյան։ Վարչապետը տերոր անում, ոնց է դա արտահայտվում։ Տեսեք, ոչ միայն վեհապարի դեմ, այլև եկեղեցու։ Իր տիկնոջ հետ է տերոր անում, Աննա Հակոբյանի հետ է տերոր։ Առավոտից երեկո Բառը մթերք Ինչ։ ճնշում է սրբազաններին։ Ինչով է ճնշում։ Ինչով է ճնշում։ Հոգեբանական ցավ է։ Նախ ես հորդորում եմ ոչ որ քիչ տիրախավորել Սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիս հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, ինչ անենք։ Մի վարքյան, այստեղ խնդիրը միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը գրում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Օրինակ ով է այդ մանկապիղծ հոգևորականը։ Հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն մանկապղծությունը հանցագործություն է, քննադատություն։ Ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում։ Հոգևորականներն են վարկաբերվում, կոնկրետ մանկապիղծի անուն ասեք, կոնկրետ քերակնոջ անուն ասեք։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են հնչում։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս 7 տարի հետո եք բարձր այդ ամենը։ Մի քանի ամիս առաջ Միրոնոժնիկի արողությանը գնացին, դուք եւս ներկա եք, Նիկոլ Փաշինյանը եւս։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ այդ ժամանակ այդ հարցերը Փաշազադը Իվայկյան են, ախր լավ էլի, դուք չեք օգնել ձեր բանը, Փաշազադը խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր, իսկ զուգադիպությունն է, որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցող Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա թողեք ավարտեն։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա մի վարքյան, ձեր ու ինքն էլ ասում, որ բանը Փաշազադեի ասացից։ Չէ, մենք ուղղակի տեսնում ենք Փաշազադեի հայտարարությունը, ես մի վարքյան։ Եվ Բագրատ arczepiskopos Գալստայանն էլ ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը առ կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչները։ 7 տարի շարունակ այդ հարցը չի տանջել իշխանությանը։ Իշխանությանը 7 տարի այս հարցը չի տանջել։ Կոնսպիրոլոգիա է, չէ՞, դե ես խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Հիմա ինչու 7 տարի Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն արել։ Իդեպ ձեզ։ Իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ, բոլոր լրատվամիջոցներ։ Եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ Քավլիցի։ Եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես խնդրում եմ,
Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցեր են, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Թեման շեղում եք, թեման շեղում եք։ Սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան, Մասիսի քաղաքապետին են։ Մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադար կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Դուք օրակարգ եք բերել մի հարց, որը հանդիպ դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարությունից հետո գնացել եք Մայրաթոր, որևէ եկեղեցի, տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, որևէ մեկը հասարակ քաղաքացի վեհափառին հարցեր Բայց միայն Փաշինյանն ու իր տիկինները եկեղեցի։ Բայց ես շատ ուրախ եմ, որ հոսք կա դեպի Մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Հասկանում եք։ Կապ ունեն Այսպես չեն գնում, այս պատարակները։ Ով ասեց։ Հիմա շարքային քաղաքացիների չկա։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչները դուք գնում եք պատարակի ամեն օր։ Ամեն օր չեմ գնում, բայց պատարակներն գոնե Ամեն պատարակի գնում եք։ Պես լավ մի բան ձեզ հարցնեմ։ Ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք։ Չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք։ Ես հարցնում եմ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, դուք ասում եք ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Գնում եմ միայն այն ժամանակ, երբ որ քաղաքացիները Իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում, մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ինքը մյուս եկեղեցի ագնացել։ Նկատի ունեմ, գնացել է ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Լիպսիմե եկեղեցի։ Կարող է։ Փաշինյանը ասես այս գործընթացը ինչով կավարտվի, ի վերջո պրոցեսը կհասնի տրամաբանական։ Որ ես հետևում եմ եկեղեցական կանոնի։ Եկեղեցական կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնը եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Եվ վեհապար, մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է, կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասեցի իմ դիրքորոշումը, որ նա իմ դիրքորոշումը հետևյալն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին, եւ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի կուսակրոն։ Որտեղ են տեղավորվել, որ այդ հասկացել են հետևումը, թե չէ։ Եկեղեցականներին թեմային ինչպես կարձագանքել։ Ասում եք, որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգողությամբ։ Այսինքն ինքը հանելու է, կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ ասում, վարչապետի Կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորը շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի չեք ասում, որ չէ, դա ձեզ համար է օրակարգ, քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի,
պայմանավորված նաև Իրանում տեղ ունեցած իրադարձություններով, քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել։ Այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգ, կարող եք ինձ բացատրել, ինչի եք դուք փորձում եք օրակարգ դարձնել, որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած մտքերի համար, մեղադրանքների համար։ Հիմա հարց եմ ձեզ։ Բոլոր ինստիտուտները ոչնչացնելով գնում եք։ Լսում եմ, ես համբերատար լսել եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքան էլի, դուք ասում եք հարցության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք։ Չտակ ժողովուրդ ջան, մի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն ունենաք առնվազն։ Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան, ինչ ասեցիք, ասեմ, այդ ամեն ինչի մեղավորներ, պատասխանատուներ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարն են։ Լրատվամիջոցի տերը ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական։ Ուրեմն դուք եք։ Իսկ գիտեք ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Չէ, կարող եք հարցում ուղարկել, ես ուղղակի կպատասխանեմ։ Բայց ի՞նչն է ձեզ խանգարում որ հիմա։ Խնդրում եմ ինձ ասեք, New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ Քաղաքացիները, իմ ընկերները, քաղաքացիները։ Ովքեր, ո՞նց են։ Իմ ընտանիքը։ Հիմա մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր ընկերները, քաղաքացիները եւ իմ ընտանիքը բաց է։ Որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր հարցում արեք գրավոր կուղարկեմ։ Դե համարեք որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է որ մենք իմանանք։ Դարձրեք օրակարգ։ Ինչ կաթողիկոսի ոնց է վարչապետը կաթողիկոսին այդ հանձնախումբը ինչ է անել։ Այդ հանձնախումբը կստեղծվի, այդ հանձնախումբը կստեղծվի, ինքը արդեն հանդես կգա ենթադրում հայտարարություններով կամ մշակի գործ։ 18 թվականին նմանատիպ ծրագիրը 18-19 թվականին տապալվեց ձախողվեց։ Ես առաջարկում եմ, այսպես անենք, ես կսկսեմ հիմա այսքան պատասխանեցի ձեր հարցերին, հենց որ ասեք ինձ ովքեր են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցները, նորից կսկսեմ ձեզ հարցնել։ Օրինակ տեսեք, Նարեկին չեմ ասի, դա որտեղ գիտեմ ով է ֆինանսավորում։ Ով է ֆինանսավորում։ Ֆինանսավորումը բաց արել։ Այո, բաց է։ Հա, դրամաշնորներով է հիմնականում բաց հասարակությունների հիմնադրամից ազատություն։ Իմն է բաց, իմ ընտանիքն է, եթե չեք տեսնում, միայն ես եմ իմ դրական։ Իմ ասած բաց հասարակությունների հիմնադրամը ուրիշ բան է։ Հա, Այսօր այսպես ֆինանսավորման թեման բացվեց։ Կառավարությունը ֆինանսավորում է, կրթվել է նորաձև է շարժումը, բայց ասում է, որ պետական գաղտնի վարչապետի աշխատակազմը չեմ ասի, հարկատու, որ ասում էին քո գրպանից պետ բյուջե դնելը քո մյուս գրպանն է, հիմա այդ մարդու գրպանից փող են ծախսել եւ չեն ասում թե ինչ կան են ծախսել, սա ձեզ համար մտահոգիչ է թե ոչ։ Քանի որ մանրամասներին ձեր բարձրացած թեմայի տեղակ չեմ, կարող ենք այսպես անել, կամ դուք կառավարության ներկայացուցիչներին հարցը տաք, կամ ես հաջորդ ձեր շփման ընթացքում արդեն մանրամասների տեղակ կունենեմ պատասխան։ Ես հանրությունը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության վարչապետը գրառումը կատարել է, մինչ օրս հետաքրքրում ով է այս սրբազանը, ով է քերին, ով է քերին։ Բայց տեսնում եք, ինչի եք այսօր, ախր հանրությունը չի հետաքրքրվում, Հետաքրքրվում է։ Չէ, դա մեզ էլ է հետաքրքրում, որտեղ տեսեք, օրինակ երբ որ ազանը քերին, քերուկինը կամ ով է մանկապիղծը, ամենակարևորը, ով է մանկապիղծը, որտեղ դա հանցագործության մասին հաղորդում է, օրինակ ես կարծում եմ, որ հանրությանը պիտի հետաքրի կամ նույնիսկ հետաքրքրում է ոչ թե ով է այս մեկը, կրկնում եմ քերակինը կամ մյուսը, որովհետեւ մեղք չունեն, հանգիստ թողեք այդ մարդը։ Հանրությանը հետաքրում է հետեւյալ հարցը։ Այս մարդիկ, որ ասում են ես սրբազան եմ, որ ասում են Աստված պահապան, որին պետք է ասել Աստված օգնական։ Իրենց ուխտը պահել են թե չէ։ Բայց կոնկրետ անուն ասեք, ոչ թե ընդհանրացեք։ Իդեպ մի բան էլ ասեմ ձեզ էլի, քանի որ էլի կրկին անաչառ լրատվամիջոցներ, բաց եւ թափանցիկ, անի դեպքում դեռ կբարձեն թափանցիկ, թե չէ, բայց հնարավորություն տրված է բարձելու։ Խնդրում եմ հարցնել այն բոլոր եկեղեցականներին, որոնք ասում են ընդդիմադիր եկեղեցականներ, որոնք ասում են կառավարությունը կամ իշխանությունը համադրական կարգն է ուզում տապալել, կամ ընդհանրական գործիչներ հարցրեք։ Երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հրապարակավ ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան,
մի երկու հատ դու քեզ հավատարիմ գեներալ չունես հիմա ռազմական հեղաշրջում անել։ Հետո էլ ասում է, ես հիմա էլ եմ կարծում, որ ռազմական հեղաշրջում է պետք անել։ Հարցրեք, արդյոք սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է արել, բացի դրանից, եթե պատասխանը հնչի, դե որ դա իր անձնական կարծիքն է, խնդրում եմ էլի եկեղեցական ղեկավարությանը հարցնել։ Մի վարքյան, դուք ձեր ֆինանսավորման աղբյուրները կասեք։ Դե բան եմ ասում մի անգամից։ Հարցրեք, արդյոք եթե իրենք ասեն իր անձնական կարծիքն է, ինչու չեն դատապարտում այդ անձնական կարծիքը, որտեղ ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու այլ arczepiskoposներ կարծիք են հայտնել, վերջերս կարծեմ Վազգեն Սրբազանն էր ինչ որ բաներ ասել, հայտարարություն արեցին հայ առաքելական եկեղեցու անունից, ասեցին մենք չենք կիսում իր արտահայտած կարծիքը։ Հիմա ես կարող եմ եզրակացնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որ չի արել հայտարարություն ու չի ասել, որ մենք չենք կիսում Միքայել Աջապահյանի, Միքայել arczepiskopos Գերաշնորհ Տեր Աջապահյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանի պետք է ռազմական հեղաշրջում։ Խնդրում եմ տվեք այդ հարցը ու հաջորդ անգամ նորից